Սպասի, համբեր յար։ Կարող հիմա դրա վաղտը չի ինձ բան չաս։ Արա դե հասկացանք մի բաներ եղավ։ Ինչը բաներ եղավ։ Ինա ես էլ գիտեի մա դու ցողը աշխատում են դու մի ասա։ Հիմա նենց ես խառնվել իրար հետ ես նեղանում ոնց որ ընկերուհիդ էր։ Քեզ էլ խափել ասել է ուրիշ բան աշխատեմ բա։ Գուգո։ Արա ես քեզ 1000 անգամ ասել եմ, արա։ Աղջիկա հանդեպ ես մի անգամից լուրջ մի տրամադրվել, մի հատ հսկացի ինքը ով է, կարում եք իրար հսկանանք թե ոչ։ Արա մի անգամից ուղղակի նեշ տպավորվում է ինքը արսի շորելով։ Թե ասա սիրուն աղջիկ ես, ասա ինչ ես պարում ես ակում դու։ Արա չգիտենք ինչի հիմար ապարեմ, կարող է իրան ասենք ահա որ գումար ապես, կամ այդ մարդը մենակ կարեմ է պարգա, հսկացանք, կամ ընդհանրապես դա մեր գործը չի։ Ես էլ չեմ կարող ստեղ աշխատեմ։ Սկսվեց։ Գալու ես չեմ կարող ամեն օր տենամ ոնց ասա ստեղ պարում ու ես ստեղ աշխատեմ։ Այմանից ես խոսում ոնց որ կնիկը, տա ու հելը չես կարեմ աշխատես, չես կարեմ տենաս։ Գալու դու ինձ հասկանում չես։ Հասկանում եմ, Գուգո ջան, հասկանում եմ, բայց դու էլ հասկացի որ մեզ հիմի ահա որ շատ է գումար պետք։ Անենց պատի անենք գոնե ես ամիս ձգենք, հասկանում ես։ Դու կոբերնով էիր ասեմ արա որ մենք արտակին կրակն ենք գցել։ Մենք էլ պետք է այդ կրակից անենք էլի։ Ազիզ թարգի էլի ախպերականը մի արի։ Գուգո արի ասեմ եմ արի արա։ Բա, Գուգո։ Պրոբլեմ չի լինի, չէ՞։ Չէ, հանգիստ եղեմ Միքո ջան։ Ես հատուկ չեմ զգուշացրել, բայց ինձ թվում է պարզ է, որ աղջիկների հետ ոչ մի կոնտակտ չպետք է ունենաք։ Տնօրենը այդ հարցում շատ խիստ է, որ պարուհիներին ոչ մեկ մոտ չկա, իրանք իրանց լավը զգան։ Դե հանգիստ եղի, էլի արխային եղի Միքո ջան, ու երեխա չի։ Հենց հարցն էլ է դա, որ երեխա չեք։ Լավ է, եկաք։ Բա, ամեն ինչ նորմալ է։ Ասե գործը ոնց ենք անում։ Արտակը կմնա մուտքի մոտ, դուք էլ կմնաք սրանում։ Բայց ավել լավ չի Գուգոն մնա մուտքի մոտ։ Չէ, էլի Արտակ ջան, սենց լավ է։ Լավ։ Հաստատ ավելի ճիշտ էր, որ Գուգոն ստեղն էր։ Ինքը որ սրաում եղավ, այդ աղջիկը անընդհատ աչքի առաջ ալնելու։ Արտակ ջան, դե հիմա որ ստեղ մնա մենակ առնելու, էլի չեմ ուզում մենակ թողենք բա։ Նենց եք խոսում ոնց որ ես ստեղ չեմ։ Արա դե Գուգո ջան, մի նեղացի էլի ախպեր արա։ Ուղղակի այսօր իմաստից մի բացակայի։ Կգնանք տանը լուրջ քննարկում կունենանք այդ հարցով։ Հասկացա։ Հա։ Դե էլ ինչ կգնացինք։ Գոգո Զարտնի։ Քեր Յանի լավ էլ տեղ է, էլի շնորհքով, բանով։ Մեզնից ինչ է հասնում, ախպեր, մեր բան ու գործը ինչ է, ուղղակի մեր համար կանգնել։ Կներես։ Հանգիստ են դեռ։ Այսինքն դեռ։ Այն սեղանը տենում ես, որ մենակ նստած է։ Հա։ Այդ վեշնի համը հանում է։ Մի երկու ժամում ունենց հաղապում, անունը մոռանում է։ Դրան ուշադիր կլնես։ Հա, եղավ։ Այս են ակումն է, որտեղ իրանց պետքա բոլորը լավ զգան։ Իրանց ժամանակը լավ անցկացնեն ու գնան։ Լավ։ Հարց չկա, ոնց ասես։ Արե շաշը ուր գնաց արա։ Հա, ես հիմա ինչ պետք է անեմ։ Այ օրս սարև արա։ Դու ով ես, չի կարելի քեզ էստեղ։ Մարը մի հատ ախրանայից մարդ կան չի։ Միքոյի հետ էի խոսում, ինքն ամենուր ախրանիկը։ Դու։ Բարև։ Բարև։ Փաստորեն մեր նոր հրեշտակներից ես, հա։ Այսինքն։ Մենք վերանվտանգության աշխատողներին ասում ենք հրեշտակներ։ Որովհետև իրենք մեզ փրկում են հարբած հաճախորդներից։ Ինչ ես տեղ աշխատում։
Դու ավելի լավ կյանքի ես արժանի։ Սիր ունես, խելացի։ Դու ինչ գիտես։ Ինչ ես տենց խոսում, վերաբերվում, սա պար է, մենք սենու ոչ մի վատ բան չենք անում։ Շատ հայտնի պարուհիներ կան, ովքեր հենց այս բարի ճյուղն են ընտրել ու ճանաչում ձեռք բերել։ Պետք չի էլի տենց վերաբերվել։ Մենք ոչ մի վատ բան չենք անում։ Մար արի գնացինք քո հերթնա։ Այդ որ ասեցի հրեշտակ հավատացիր, որոշեցիր, որ կարաս ինձ փրկես, Ես ուղղակի ուզում եմ քեզ հասկանամ։ դու ինչ չես կարա հասկանաս։ Ու պետք էլ չի։ Ոչ ինձ ա պետք ոչ էլ քեզ։ Ինչի է քեզ թվում, որ դու իմ մասին ավելի շատ ես մտածում, քան ես։ Բայց ես քեզ վատ բան չասեցի։ Ավելի վատ բան չէիր կարա ասեիր։ Ուրեմն այդ նստած տղամարդիկ իրանց տենց վատ են պահում, իրանցից չես նեղանում, ինձանից ես նեղանում։ Որովհետև գիտեմ իրանք ինձնից ինչ են ուզում։ Իսկ դու քեզ հրեշտակի տեղ ես դրել։ Ինչ որ դու անում ես ավելի զզվելի է։ Այդ իմ արածն է զզվելի, թե քո։ Դեսի ինչ ես ուզում ինձնից։ Անժելա վաղվանից այս գործը մի արա։ Ես քո համար նորմալ գործ կգտնեմ։ Իմ անունը Անժելա չի։ Բա ինչ է։ Քո գործը չի։ Դու այդ երբեք չես իմանա։ Գնա հա ինչ ես կանգնել։ Աղջիկները պիտի գան փոխվեն։ Բա դու։ Ես այսօր արդեն վերջացրել եմ։ Հույս ունեմ սենց տեսարաններ էլ չեն կրկնվի։ Հաջողություն։ Հաջող։ Այս ուր ես երկու ժամա քեզ եմ անում։ Անժելայի մոտ է։ Անժելայի մոտ ինչ գործ ունես։ Բարձվում է անունը Անժելա չի։ Արե ես գիտեմ դու մի փորձանք բերելու ես մեր գլխին։ Ախր մի քոնարտակ ինչ ասես որ ստեղի աղջիկների հետ ընդհանրապես գործ չունեն։ Հանգստացի գնացել ասում էի, որ ստեղ չպարի։ Էն էլ նեղացա։ Չի վատ բան եմ ասել։ Արա ախր Գուգո ջան, էդի քո ինչ գործն է վա։ Տղերք, նախապես զգուշացնում եմ։ Առավոտ զենեք տվեք սպանում։ Ադե մենք էլ ենք հնելու էլի արտակ բա։ Գուգո, գնա պարկի հանգստացի եկուց էլ ասեն ծրնելու։ Դուք հանգիստ քնեք, ես կքնեմ։ Գուգո այդ աղջիկներին ոչ մեկ չի ստիպում, որ գնան աշխատեն։ Այդ իրանց ցանկությունն է։ Բայց խեն աշխատում։ Ախ քեզ ինչ ինչի իմանեն աշխատեմ, արա։ Այդ իրա ձևն է, տեսակն է, այ քեզ իմա։ Արտակ ջան, գնա հանգիստ պարկի, հետո կխոսեմ սրա։
Ուզում եմ ամեն առավոտ այս փողոցներում լիքը մարդ ա լինում։ Բոլորն էլ սովորական տեսքով, սովորական շորերով, ու ինչ-որ տեղ են գնում, մեկը արագ, մեկը դանդաղ, մեկը ավտոբուս ա սպասում, մեկը տաքսի ա կանգնացնում, մենք էլ այդ մարդկանց նայում ենք ու չգիտենք, թե օրվա վերջում ով են դառնալու։ Գարո, այդ մարդը արտաքինը ու ներքինի նման։ Արտաքինը ցերեկն է, ներքինը գիշերը։ Գիշերը ամեն ինչ ուրիշ է։ Մարդիկ, ովքեր քնում չեն, ովքեր գիշերը տանը չեն, ովքեր սիրում են մութ գիշերով ապրել, հոգնել են։ Ինձ թվում է իրանք շատ են հոգնել լույսի տակ ուրիշ մարդ ձևանալուց։ Գիշերները մարդիկ չեն խաբում։ Այդ միակ ժամանակն է, որ իրանք անկեղծ են աշխարհի առաջ։ Անկեղծ են ու մեն մենակ։ Առաջ ես մտածում էի, որ այդ ուրախությունն ու տխրությունը, այդ սիրել, չսիրել, բարի, չար, լավը, վատը, ուրիշ ձև չեն լինում։ Երկու կողմ ունեն ու վերջ։ Բայց այդ տենց չի։ Բայց դե սխալ է էլի ամեն ինչին մենակ երկու կողմից նայել։ Ինչ ես շաշ փիլիսոփա եմ։ Ես մեր հոգնած հալին մենակ էդ էր պակաս։ Կարո։ Դու ինձ խիչ ես հասկանում։ Գուգո ջան, քեզ հասկանալու համար մարդ առնվազն պետք է քուպես խելառ լինի։ Nervures hatte mein Schimmer. Սկսեցի։ Ես կնիկը նորմալ աշակերտ չունի, ես չեմ հասկանում։ Վեր կարտնացեք։ Կարնի խմեք։ Առավոտը գոնե թարմացնում է։ Այս մեր սարի ջրի նման է, գիտես, չէ Գուգո։ Ես էլ մտածում էի քաղաքարոտ եք մնալու նորմալ ջրի։ Տղեկ, ասում եմ կարող է Մեսսի դանավատ դասա, դու ուղղակի չի կարեմ էլի նորմալ սովորցնի։ Սենց չեղավ։ Եթե մենք ամեն գիշեր պետք է սենց ուժ գանք ու այս դաշնամուրի ձենից զարթնենք, մենք միամիտ չենք ձգի։ Հա դե բա Գուգո ջան, ինչ անենք, օհո դաշնամուրը դուրս չենք շպրտելու։ Խիչ է որ։
Արա դե չէ, Արտակ ջան, բա որոն գնի մեկի գլխին։ Չէ, պատոնից չենք գցի։ Բայց հաստատ կարանք փչացնենք։ Ուրիշի ապրանքը փչացնենք։ Ես այդ հարցում չկամ։ Գոգո մի քանի օր կտևի սարքելը։ Բայց գոնե մի քանի օր հանգիստ կքնենք։ Հա, բայց ոնց պետք է փչացնենք։ Կսպասենք 10-ը վերջանա։ Հետո այդ Մելսիդա տատին դուրս է գալիս փողոց զբոսնելու։ Այդ ժամանակ էլ կփչացնենք։ Այսինքն չի համար ես էլի։ Այն չի համար Google-ն չէ օրինակ։ Որովհետև Գոգոն սաղ կխառներ իրար։ Այս փոշմանեցի գնում եմ տուն։ Արդեն ուշ է։ Բարև Տաթևիկ ջան։ Բարև ձեզ։ Բարև Տաթևիկ ջան։ Էդ ի՞նչ ա ձեռքիդ։ Սուրճ։ Վայ, այս սուրճ հյուրասիրելու տարօրինակ ձև եք ընտրել։ Չէ, ուղղակի մեզ սխալ հասկացար։ Մեր գազօջախի հետ մի բան չի, մտածեցինք ձեր մոտ եփենք։ Կարանք, չէ։ Հա, իհարկե, եկեք։ Մեր սիտատատին չենք հանգարի, չէ, ուսավն։ Չէ, տանը չի, գնացել ա քայլելու։ Մերսի դա տատին տանը չի, հա։ Մենք էլ չգիտեինք։ Դե պարտադիրել չէր։ Եկեք։ Եկանք։ Նա։ Տաթևիկ ջան, կարող եք քեզ համար էլ ավելացնեմ, որ դու էլ մեր հետ խմես։ Չէ, չեմ ուզում, ես մի քիչ առաջ եմ խմել։ Երեխեք առավոտելի դաշնամուրի ձայնից եք արթնացել։ Չէ, ինչ դաշնամուր։ Դու ձեն ես լսել։ Ինչ։ Դե լավ, հնարավոր չի լսած չլինեք։ Չէ, խորը քնած ենք եղել, բան չենք լսել։ Շատ խորն է։ Պարզա։ Կարևոր զանգա, կարամ առանձին խոսամ։ Հա, իհարկե, կարող ես հյուրասենյակից խոսել։ Լավ։ Հա, լսում եմ ձեզ։ Հիմա ինչ ասեմ, ասելու ես, հա։ Ես կմտածեմ ձեր ասածների մասին։ Դե կա հմանջատ եմ էլի, մեկ անկապ խոսում ես։ Եթե ձեզ համար խնդիր չի, այդպես էլ արեք։ Ընդհանրապես խնդիր չի, Արտակ ջան։ Ես համաձայն եմ ձեզ հետ։ Դա հնարավոր չի այդ ժամկետներում վերջացնել։ Բայց մի բան վստահ գիտեմ, այն ինչ դուք անում եք ուղղակի անգնահատելի է։ Հա, շատ անգնահատելի է։ Արտակ, ես ինչ ես անում։ Ես ձեզ հետո կզանգեմ, լավ։ Պետք չի նորից ձևացնել։ Սեն չի ինչ դու մտածում ես Տաթև։ Իսկ ինձ թվում է, որ հենց այն է, ինչ ես մտածում եմ։ Արտակ դաշնամուրն էիր ուզում փչացնել։ Արտակ ուզում էի դաշնամուրը փչացնի։ Լսի, դու մի ձևացրու, հայ պրե ոչ մի բան չգիտեիր։ Դու էլ ամեն ինչ անում էիր, որ հյուրասենյակ չգամ։ Հա Տաթևիկ ջան, ախր գործից հոգնած գալիս ենք տուն, որ մի պատար հանգստանանք են էլ ամբողջ օրը ծնկ, անմարդկային է էլի դա։ Անմարդկային է, բա ոնց։ Իսկ ձեր արածը շատ ազնիվ է, չէ։ Երեխեք, ես ձեզ վստահեցի, թողեցի, որ տուն գաք։ Այն էլ այն դեպքում, որ սա իմ տունը չի։ Դե մտածեցինք մի քանի օր չի պարապի, մենք էլ կհանգստանանք էլի։ Տաթևիկ ջան, դու էլ կհանգստանայիր հիմա արև։ Որ մեր տանը տենց լսվում է, ես պատկերացնում եմ, ստե ինչ տելենք, ահելիք է էլի։ Երեխեք, հիմա դա շատ երկրորդական է։ Ախր Մելսիդա տատը ծեր կինը չեք հասկանում։ Իր միակ երջանկությունը այս դաշնամուրի պարապմունքներն են։ Ինքը սա անելով իրան ավելի պետքական է զգում։ Հա, բայց սենց Կյանքիդ մերնեմ։ Մենք էլ ենք սիրում երաժշտություն։ Բայց սենց չէ էլի, ձեր տուն մի կարգին երաժիշտ չեկավ նորմալ բան նվագել։
Երեխեք ձեր սուրճը էփվել է, չէ՞։ Դե վերցրեք գնացեք։ Տաթև մեզից մի նեղացի, հա։ Արտակ գնացեք, հա։ Հիմա միակ բանը, որ կարող եմ անել, է տենա, որ Մելսիդա տատիկին չեմ պատմի այս ամեն ինչի մասին։ Հիմա գնացեք։ Տաթևիկ ջան, կներես, արի Արտակ։ Հա։ Իսկ եթե հետագայում հանկարծ գազօջախի խնդիր ունենաք, կդիմեք Սվետին։ Ինքը հաստատ ձեզ կօգնի։ Տաթևիկ ջան, մեզ էլի ներողություն։ Անհարմար բան ստացվեց։ Անհարմար, հա կոնկրետ խայտարակ եղանք։ Երևի մի քանի օրից կմոռանա։ Ինչ ես խոսում մի քանի օրից։ Հսկանը մեզ մեկ ինչ են կարել, դա գողությանը հավասար բան է։ Ախր մենք այդ մարդիկ չենք, ինչ խելքերից փչեց։ Լավ դե ում է չի կարա լինի։ Հա, լավ էլի Արտակ, լավ էլի։ Հայրիկ, այս ուր եք։ Գնացել ենք կոֆե էփենք։ Բարև ձեզ։ Այս տանը դուք հարմարություն չունեք կոֆե փելու, որ գնացել եք հարևանի տուն։ Ասեցի, որ կողքի տանն եք։ Էս ինչ հաշիվ է։ Կոմունալները չեք մուծել։ Այս տենց էլ գիտեի։ Վերկացեք հետ ենք գնում։ Այ պապ ջան, մուծել ենք, իրանք ուրիշ հարցով էին գնացել։ Հələ մի վարքյան է։ Ասեք տեսնենք, թե դուք ինչի հիմար եք եկել։ Էհեչ։ Եկել ենք տեսնենք ոնց եք։ Հայրիկ։ Լավ, ամեկը իմանալու ես։ Պետուն լավ չեր զգում, բերել ենք հիվանդանոց։ Այ պապա, այդ ինչը լավ չի։ Ինչի չէիր ասում։ Այ մարդ, ես լավ եմ։ Մի քիչ ծնկներումս ցավեր ունեմ, բայց դե այդ որ մի բազմաշեն ցուցանները չի ցավում, հա։ Հələ ասեք տեսնենք, թե որ մի բժշկի մոտ եք գնացել, երբ են կանչել։ Այսօր գնալու ենք, ժամը 3-ին է կանչել։ Լավ ժողովուրդ, ես հաց սարքեմ, նստենք հաց ուտենք, հա։ Հենց հիմա։ Ապետոծապ, հայրիկ, հիմա ինչքան եք մնալ ուստեղ։ Դե կախված է բժշկից թե ինչ կասի։ Հա դե տեսնենք։ Բայց դե երևի այսօր կմնանք, եթե նեղություն չի։ Չէ, պապ ջան, նեղություն չի։ Մնացեք ինչքան պետք է։ Կարաք մնաք ամեն օր գնանք բժշկի։ Այ տղա դու շաշ ես։ Ամեն օր գնում եմ բժշկի, ինչ անեմ։ Բերանը թխերով բաց։ Այսօր մնալու են Արտակ։ Պարզա։ Հա ինչն է բարձը, չես հասկանում։ Ամենք շերն ենք աշխատում, բա ինչ ենք ասելու, որտեղ ենք աշխատում։ Չէի մտածել, գիտեր։ Մա այդ պետք է էլի մտածես։ Դաշնամուրների ահուսարսապ Արտակ։ Արտակ, դու լավ բժշկի տեղ գիտես։ Իրանք չգիտեն ու մոտ են եկել։ Բա որ լավը չլինի, բա որ մի լուրջ բան լինի։ Հա դե Գուգո ջան հանգստացի էլի, հետո պետո ջան ուժեղ մարդ, ամեն ինչ է լավ կլինի։ Կարող է ներվերից, հա։ Բայց այդ ինչ կապ ունի Գուգո։ Դե տատս ինչ լինում էր, ասում էր կամ մրսած ես, կամ էլ ներվերից, հա։ Կարամ իմանամ ինչի եմ ես հիվանդը։ Կներես պետո, չի ուզում գարու ինչ ճիշտ ասեմ։ Ախր, Մարգար ջան, վաղ թե ուշ իմանալու եմ։ Համ էլ վիրահատություն է սպասվում։
Կարող է քո տեղը ես վիրահատվեմ։ Հետո կասեմ։ Հարմար բաղ կգտնեմ, կասեմ։ Խաբելը սխալը։ Մենք ինչ օրինակ ենք ծառայում այդ երեխեքին, հա։ Այսօր ճիշտը կասեմ։ Տաթևիկ, Տաթև, մի հատ արիստեղ։ Հա, Կարող եմ բացակայության ժամանակ դաշնամուրին ձեռք ես տվել։ ես։ Չէ, ես ընդհանրապես չեմ կպել։ Հաստատ։ Հա, դե ես դաշնամուր նվագել չգիտեմ, չէ։ Բան է եղել։ Հա։ Մի քանի կլավիշ չի նվագում։ Խնդրեմ, տեսար։ Լավ չի։ Շատ վատ է։ Վաղն էլ դաս ունեմ, մինչև սարքող գտնեմ, մինչև գա հասկանա ինչից է։ Կարող է ես ինտերնետով դաշնամուր սարքող գտնեմ, հա։ Ինձ թվում է այդպես ավելի արագ կլինի։ Վայ հա էլի աղջիկ ջան, մի բան արա, սենց երկար ժամանակ չմնա։ Հենց արտակին էլ կհարցնեմ, մարդս կարող է ծանոթ ունենա։ Սրեժան, հա։ Հա։ Երեք ենք սարքել։ Խամած մաց ունեք կա։ Պանիր էլ կա։ Հա, գարու, մեկ էլ մեր հետ են հասնասկիներն ուղարկել է։ Հա դե լավ էլի հայրիկ, այդ նասկիները այնքան հաստ են, որ ստի կոշիկի տակից չեմ կարող մագնեմ։ Ուրեմն առանց կոշիկակի, որ մեր հետ ուղարկել է, ուրեմն պետք է։ Ես չգիտեմ ինչ է բանում ու ոնց է կանում, բայց այդ դաշնամուրը մինչև երեկո պետք է սարքված լինի։ Հասկացաք։ Թե չէ ես չգիտեմ ինչ կանեմ ձեր հետ։ Բարև ձեզ։ Բարև աղջիկ ջան։ Աստծո բարին։ Տաթևիկ ջան, ինչ ա եղել։ Դուք շատ լավ գիտեք ինչ ա եղել։ Այդ դաշնամուրի ստեղնաշարերից մի քանիսը փչացել են։ Ու դա պարտադիր պետքա սարքել։ Տաթև ջան, ես դաշնամուր սարքել չգիտեմ։ Ինքն էլ 1000 տարվա դաշնակահարույ է։ Մի ծանոթ չունի թող կան սարքեն էլի։ Արտակ, ես զգուշացրեցի։ Մինչև երեկո այդ դաշնամուրը սարքված լինի։ Ես չհասկացա։ Հա, ինչի պետք է դուք ուրիշի դաշնամուրը սարքեք։ Այ պապ ջան, ես ընդհանրապես կապ չունեմ այդ դաշնամուրի հետ։ Ձեր չեմ էլ տվել։ Համ էլ դու մի ներվայանցի։ Դաշնամուրը էլի կսարքեն։ Քեզ չի կարելի ներվայանալ, դու հաց կեր։ Ագուգո ջան, դու չպետք է գայիր էլի։ Պապա, ես ինչ ես ասում։ Հասկացան, մենք շատ ենք իհատ կռվում, բայց դե հերս ես ամենակ չէի թողելու։ Այ տղա ջան, ես լավ եմ, լավ։ Ամի դեղա կտակ խմեմ կանցնի էլի։ Հա, էլի։
Հա հարց չկա, ես քո հետ կմտնեմ բժշկի մոտ։ Հացուտելուց հետո 3 անգամ անպայման։ Լավ, բժիշկ, հասկացա։